Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված տարեկան ուղերձում խուսափեց օգտագործել ցեղասպանություն տերմինը, կիրառելով մեծ եղեռն ձևակերպումը։ Հիշեցնենք, որ Սպիտակ տունը վերջին մի քանի տարիներին 2010 թվականից ի վեր կիրառում էր ցեղասպանություն եզրը։ Այսօր մենք ոգեկոչում ենք մեծ եղեռնը եւ հարգում 20-րդ դարի մեծագույն աղետներից մեկի ընթացքում տառապած հրաշալի հոգիների հիշատակը, ասված է Դոնալդ Թրամփի ուղերձում, որը տարածել է Սպիտակ տունը։ 1915 թվականից սկսած 1.5 միլիոն հայեր աքսորվեցին եւ մահվան երթի դուրս եկան Օսմանյան կայսրության վերջին տարիներին։ Հիշատակի այս օրը մենք վերստին միանում ենք հայկական մեծ համայնքին Ամերիկայում եւ ամբողջ աշխարհում սքալով կորսված բազմաթիվ կյանքերը, նշված է ուղերձի տեքստում։ Ամերիկայի հայդատի հանձնախումբը խստորեն դատապարտել է վարչակազմի նահանջը ցեղասպանություն տերմինից։ Նախագահ Թրամփի հայտարարությունը նահանջ է ԱՄՆ-ի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումից, ԱՄՆ կոնգրեսի գրեթե միաձայն ընդունված բանաձևի քվեարկություններից եւ նրա նախորդ Ջո Բայդենի զորեղ հայտարարությունից։ Նրա կողմից ճանաչումից հրաժարվելը խաթարում է ամերիկյան հեղինակությունը, ամերիկյան վստահությունն ու մեր ձայնը որպես ամերիկացիներ ցեղասպանությունների կանխարգելման եւ մարդու իրավունքների հարցերում։ Սպիտակ տան այս նահանջը պայմանավորված է թուրքական կողմի ճնշումներով ամերիկյան վարչակազմի վրա ցեղասպանություն եզրի կիրառումը խափանելու համար, կարծում է Արամ Համբարյանը, միաժամանակ շեշտելով. կշարունակենք աշխատել վարչակազմի հետ, օգնելու հետ կանգնել այս շատ վատ ընտրությունից։ Իսկ ապրիլի 24-ին Վաշինգտոնի կենտրոնում ամերիկահայությունը երթով անցավ ԱՄՆ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։ Քայլերթը մեկնարկեց Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջև, անցնելով նաև Թուրքիայի դեսպանության եւ հյուպատոսության շենքերի մոտով։ Այստեղ թուրքական կազմակերպությունները բարձր երաժշտությամբ դիմավորեցին ամերիկահայ երթի մասնակիցներին, սակայն հայոց ցեղասպանության երթի եւ հակաերթի մասնակիցներին բաժանում էր ոստիկանական պատնեշը։ Ամերիկահայության քայլերթը, որը կազմակերպել էր Հայ երիտասարդաց դաշնակցություն միությունը, ավարտվեց Սպիտակ տան առջև հավաքով։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին ճանաչել հայոց ցեղասպանությունը, դատապարտում էին Թուրքիայի եւ Ադրբեջանի վարած հակահայ քաղաքականությունը, ցեղասպանության ժխտումն ու Արցախի հայաթափումը։ Հանրահավաքի երիտասարդ մասնակից Նարեկ Գրիգորյանը նկատում է. հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որին հաջորդեցին Հոլոքոստն ու այլ ցեղասպանությունները։ Մենք ստեղ ենք, որպեսզի Ամերիկայի կառավարությունը պատմությունը ճիշտ մատուցի հաջորդ տասնամյակների ընթացքում աշխարհին եւ պահանջատերենք այն զոհերի համար 1.5 միլիոն հայերի, հույների եւ այլ ազգերի համար, որոնք ցեղասպանվել են Օսմանյան կայսրության պատճառով, որի հաջորդությունը հիմիկվա Թուրքիայի կառավարությունն է։ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում անցկացրեց նաև Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանությունը։ Հայ դիվանագիտական առաքելության հաղորդագրության համաձայն դեսպանությունում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարության, պետական կառավարման, այլ մարմինների, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի, միջազգային կառույցների, գիտական շրջանակների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Արամ Ավետիսյան, Renews Armenia, Washington։